Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա շարքն է եւ շարունակում ենք մեր զրույցները, մենք այս վերջին մի քանի զրույցները նվիրված են Ադրբեջանի թուրքերի կամ այսօրվա լեզվով ասած ադրբեջանցիների պաշտոնական լեզվով ադրբեջանցիների ազգային ինքնության կայացմանը, դա ոչ թե ինքնին, իհարկե ինքնին էլ հետաքրքիր թեմա է, բայց այս թեման բացվեց ոչ թե ինքնին, այլ բացվեց այն մենք հարցադրում դրեցինք, թե արդյոք այն տարածված, այսօր էլ տարածվող պատկերացումը, որ հայերի եւ Ադրբեջանի թուրքերի միջև ուրեմն խնդիրները, կոնֆլիկտը, հակամարտությունը, որը նոր չի սկսվել, երկար պատմություն ունի, դարերի կարելի ասել պատմություն ունի, արդյոք դա զուտ արտաքինից դրդված արհեստական ինչ-որ խնդիր է, թե ունի օբյեկտիվ հիմքեր։ Այս հարցից ցակած մենք սկսեցինք նայել ուսումնասիրել այս Ադրբեջանի թուրքերի ինքնության կայացումը, իհարկե հենց այս կոնտեքստում։ Այսօր մենք կարծում եմ կվերջացնենք այդ թեման, մեզ մնացել է մենք հասել ենք մինչև սովետական Ադրբեջան, սկսել ենք 16-րդ դարից, հերթով եկել ենք, հասել ենք մինչև սովետական Ադրբեջան, այսօր այդ պատմական ակնարկը կավարտենք եւ հաջորդիվ ուղղակի կամփոփենք արդեն ավելի մեծ sense բանով, որովհետև մենք մինչև այդ խոսել ենք նաև հայերի եւ Թուրքիայի թուրքերի միջև այդ նույն հարցը տալով ուրեմն այդ խնդրի մասին եւ այս արդեն շատ երկար է այս խոսակցությունը, ճիշտ ասած, վատ չի, իհարկե կարծում եմ հետաքրքիր թեմա, բայց դառավ յուրահատուկ մեր այս շարքի մեջ ինքնուրույն, այսպես ասենք, շարք, էլի են լինելու իդեպ այս թեմաներ, մենք հիմնականում այս շարքում կարճ բաներ ենք խոսել, բայց էլի լինելու են թեմաներ, ես արդեն գիտեմ որոնք զարգանալու են եւ դառնալու են յուրահատուկ sense հաղորդման մեջ։ Ինչևէ, լավ, անցենք առաջ, հիմա ուրեմն խոսեցինք առաջին հանրապետության շրջանի մասին, հիմա արագ էլի թռուցիկ ենք անցնելու սովետական Ադրբեջանի եւ հետսովետական Ադրբեջանի այս թեմայով, թռուցիկ, գիտեք ինչ, որտեղ եթե խորանանք անվերջ թեմա է ինքը, նաեւ շատ հետաքրքիր, բայց մենք sense արագ ենք անցնում։ Ուրեմն ինչ է տեղի ունենում արդեն սովետական Ադրբեջանում, վերջնական կայացումը կարելի է ասել այս ինքնության, որտեղ մենք տեսանք, որ այս ինքնությունը ինքը կայացող, նույնիսկ մինչև հիմա կայացող ինքնություն է, ինքը տարբեր է օրինակ հայկական կամ վրացական ինքնությունից, եթե մեր տարածաշրջանը վերցնենք, որոնք շատ հին ակունքներ ունեն, ըստ էության կայացած են, էլի փոփոխվում են, զարգանում են, բայց sense արմատավորված են։ Սա նոր ինքնություն է, ինքը կայացման փուլում է եւ կարելի է ասել սովետական միության ընթացքում է, սովետական այդ շրջանի ընթացքում է, որ վերջնականապես կայանում է, ինչ որ մենք մինչև հիմա խոսել ենք, փաստացի նախա sense ասած ակունքներն են, կամ չգիտեմ, նախնական փուլը վերջնական այստեղ է կայանում։ Այդ մենք խոսել ենք դրա մասին, որ դրանում ինքնին այդպես վատ բան չկա, ազգային ինքնությունները կարան կայանան շատ տարբեր ժամանակահատվածներում, այդտեղ մեծ հաշվով այդ հին ու նորը ինքնին այդքան բան չի, այսինքն խնդիր չի ինքնին, ինքնությունը մնում է ինքնություն, կարա հին լինի, կարա նոր լինի, իհարկե հինը ավելի հաճելի է, այսպես ասած, բայց ինքնին բան չի, մենք այս իմաստով խնդիր չկա, բայց մենք պետք է նայենք ուրիշ իմաստով խնդիրները մեր ինքնության հետ եւ այս ինքնության եւ մեր ինքնության հարաբերությունների առումով խնդիրները, որոնք ասենք նայել ենք հիմա էլ կնենք։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, եթե շատ կարճ մի քանի կարևոր process-ներ են, որտեղ միաժամանակ տեղի ունենում, մեկը վերջնական չէ, բայց վերջնականին մոտ ձուլումը, թուրքացումը այս տարածքի։ Մենք խոսեցինք, որ այս տարածքը լիովին տենց թուրքալեզու չէր, ամենևին էր նույնիսկ ցարական Ռուսաստանի ժամանակ էլ չեմ ասում, պարսկական տիրապետության ժամանակ, բայց ցարական Ռուսաստանում սկսվեց թուրքացման միտումը, որովհետև խնդիր կար այդ տարածքը իրանական ազդեցությունից փոխելու, որ այնտեղ շատ ուժեղ էր, խոսել ենք դրա մասին, ոչ թե շատ ուժեղ էր, այլ հիմնարար էր։ Եվ սովետական շրջանում ուրեմն այս թուրքացումը լեզվի իմաստով նաև ձուլումը, ասիմիլյացիան շատ ուժեղ տեմպով շարունակում է եւ շատ լուրջ այսպես բանի է, վերջնական չի նույնիսկ մինչեւ հիմա, բայց շատ ուրեմն մեծ արդյունքների, երևի ասենք հասնում, հատկապես խոսքը իրանալեզու փոքրամասնությունների մասին է, որոնք Ադրբեջանում մինչև հիմա էլ կան, բայց անհամեմատ ավելի քիչ են եւ անհամեմատ ավելի ձուլված են, քան նախկինում։ Մենք խոսել ենք թաթերի այսպես կոչված մասին, այսինքն փաստացի պարսիկների, դրանցից գրեթե հենց որպես իրենց լեզվին տիրապետող այսօր բան չի մնացել, մի 2-3 գյուղ կարծեմ դեռ պահպանվում է այդ ավանդույթով, բայց
չնչին է արդեն տոկոսը, մինչդեռ ժամանակին եւ Բաքվի խանության տարածքում եւ կողքի տարածքում Բաքվի խանության տարածքում ընդհանրապես մեծամասնություն էին, նաեւ շատ էին Շիրվանում, շատ էին այդ տարածքում, այսօրվա Ադրբեջանի այդ արևելյան հատվածում, բայց այսօր դրանից գրեթե բան չի մնացել, բայց ինքը Բաքուն ըստ էության հենց Բաքու քաղաքն էլ եւ դրա շուրջ եղած այդ խանությունը ինքը կարելի ասել պարսկալեզու էր դեռ երբ ռուսներին էր միացել այդ տարածքը։ Մյուսը ուրեմն նույն թալիշների մասին էլի չենք խոսել թռուցիկ զոթ հիշատակումը, մինչև հիմա իհարկե կան, մինչև հիմա լեզուն պահպանում են, բայց ասիմիլյացիան մեծ տեմպերով գնում են, նույնպես իրանալեզու ժողովուրդ են, կան այնտեղ նաև ոչ իրանալեզու ժողովուրդներ, կովկասյան լեզգինները, ավարները եւ այլն, դրանց խնդիրն էլ կա, բայց այդտեղ ասիմիլյացիան այդքան ուժեղ եւ այդքան արագ չի, բայց ոնց որ իրանալեզու ժողովուրդների վերաբերյալ, բայց ինչո՞ է մեր խնդիրը այստեղ մանրամասների մեջ մտնելը չէ, այլ տեսնելը, որ թուրքացումը այս տարածքի այսպես ավելի վերջնական տեսք ստանում է արդեն սովետական Ադրբեջանում, հիմա ես տոկոսների մեջ չխորանամ, բայց կարող եք նայել վիճակագրությունը ըստ ուրեմն սովետական այդ մարդահամարների եւ նաեւ ցարական Ռուսաստանի վիճակագրության ավելավացարականից սկսեք եւ տեսնեք ոնց է աստիճանաբար այդ ուրեմն ոչ թուրքալեզու տարը վերանում եւ ձուլվում այս միասնական ավելի զանգվածի մեջ։ Ընդհանրապես եթե մենք խոսենք ուրեմն սովետական շրջանին ոչ միայն Ադրբեջանի հետ կապված, այլ սովետական շրջանում ինչպիսին էր փոխհարաբերությունը այդ սովետական մեծ քաղաքականության եւ տեղային ուրեմն ազգային ինքնությունների, հատկապես այդ 15 մեծ հանրապետությունների ազգային ինքնությունների հետ, այստեղ ինքը բազմաշերտ ու մի քիչ հակասական ընդհանուր առմամբ process է։ Ես ընդհանուրը մի երկու խոսքով պետք է նկարագրեմ, որ նույն Ադրբեջանին ավելի լավ հասկանանք, մի կողմից իհարկե սովետական միության մեջ կար այդ պաշտոնական ինտերնացիոնալիզմ կոչվածը եւ ազգային ինքնությունների, այսպես ասենք, զսպումը, հատկապես այն դրսևորումների, որոնք կարող էին տանել դեպի ազգայնականություն, այսինքն իհարկե սովետական մեկնաբանությամբ որը մինչև հիմա մեր մոտ կենթանի ազգայնականությունը դա ինչ-որ ծայրահեղականություն է, իրականության մեջ ազգայնականությունը այդ ազգային ինքնության քաղաքական դրսևորումն է, այսինքն դեպի անկախություն տանողն է։ Բնականաբար նման դրսևորումները սովետական միությունը պետք է ճնշեր եւ միջավ հիմա էլ Ռուսաստանը այդ գաղափարախոսությամբ է, իրենք դա օրինակ նույն Ուկրաինայում երբ որ պատերազմում կոչվում է նացիզմ, չէ՞, աբսուրդ է, ինչ նացիզմ, բայց իրանց համար դա է, այսինքն երբ որ ազգը ոչ թե զուտ հետևում է, ոչ թե իր ազգային ինքնությունը իր համար զուտ ազգագրականն է, այլ քաղաքականն է, այսինքն ձգտում է անկախության, իրենք դա կոչվում են նացիզմ եւ տարբեր այդպիսի անուններով եւ մինչեւ հիմա էլ այդ ավանդույթն է։ Դա մի կողմն է, մյուս կողմը իհարկե արդեն այդ քաղաքականից զատ այդտեղ որոշակի նախ process էր կայանում ամեն դեպքում, հատկապես ադրբեջանական ինքնության պես ավելի sense թույլ դեռ չզարգացած ինքնությունների ակտիվ կայացման, որովհետև այդ չէր կարող այդ պետությունը եւ նպատակ էլ չուներ սովետական միությունը լիովին ճրշեր ազգային ինքնությունները։ Ինքը որոշակիորեն դրանց վերահսկելի ձևավորմանը ոչ միայն հանդուրժում էր, այլև նպաստում էր եւ ուղղորդում էր իրեն պետք եղած ուղղություններով, թե ներքին, թե արտաքին իմաստներով։ Այսինքն այդ կերտմանը ինքը ակտիվ նաեւ մասնակցում էր, այսինքն երկակի process էր, մի կողմից չեզոքացում ազգային ինքնությունների, որ դեպի քաղաքական ուրեմն մասը չգնան անկախություն, իսկ դրանից դուրս նաև ձևավորում այդ ինքնությունների եւ բոլոր, ասենք, եթե վերցնենք սովետական հանրապետությունները, այդ process-ները տեղի ունեցել։ Դա շատ բարդ ու հետաքրքիր թեմա է, մենք իհարկե դրա մեջ չենք խորանա։ Մի քանի բառ էլ սկզբունքների մասին։ Որոշակի պետք է նաև ապահովվեր այդ տարբեր հանրապետությունների միջև, հիմա եթե ավելի կոնկրետ վերցնենք մեր տարածաշրջանը, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, բայց դա բոլորին է վերաբերվում, ուղղակի մենք մերից ենք խոսում, պետքա որոշակի այսպես այդ ինքնությունների միջև ապահովվեր պարիտետ կամ հավասարակշռություն կամ չգիտեմ սիմետրիա։ Օրինակ, ասենք, եթե հայերն ու վրացիները ունեն, ասենք, հին պոեզիա, ասենք, հին կամ ինչ-որ մշակույթի նմուշներ, ուրեմն նույնը պետք է ունենա Ադրբեջանը, այսինքն չի կարող, եթե օբյեկտիվորեն էլ չունի, պետք է ունենա, եւ ինչ են վերցնում, օրինակի համար, շատ հայտնի օրինակը վերցնում են պարսկական պոետ Նիզամին,
որը բացարձակ պարսկական պոետ է, աշխարհում հայտնի է ամբողջ ոչ թե բնակ Պարսկաստանում, ամբողջ աշխարհում դա հայտնի է որպես իրանական պոետ, որովհետև գրել է պարսկերեն, նույնիսկ թուրքերեն չի գրել։ Ասենք կան օրինակ իրանական պոետներ, որոնք գրել են թուրքերեն, ինչ-ինչ պատճառներով կամ էթնիկ թուրք են եղել կամ ուղղակի ասենք այդ միջավայրում ապրել Նիզամին այդպեսին չէ, բացարձակ պարսկերենով է գրած, այդ պոեզիան եւ աշխարհում իրան գիտեն միայն որպես պարսկական, ինչի են վերցնում, դա որտեվ Գանձակում է ծնվել, այսինքն իրանց լեզվով ասած Գանջայում, դառնում է Ադրբեջանի պոետ, ոնց որ ասենք, չգիտեմ, Շոթա Ռուսթավելին օրինակ վրացիներին, այսինքն ադրբեջանցիները պետք է ունենան մի հատ հին պոետ, այդ սովետական ընդհանուր քաղաքականությունն է, դա ոչ թե ադրբեջանցիք իրենք են միայն հորինում, իրենք իրենցով չեն կարա այդ ստատուսը բան, այլ դա սովետը իրենց տալիս է, որպեսզի ապահովի պարիտետ, որ իրենք էլ ունեն մի հատ հին բան, վրացիք էլ ունեն, հայերն էլ ունեն, սենց պետք է բան լինի, հա, ասենք չգիտեմ, դա նարեկացի կա, ռուսթավելի կա, իրենք է պետք է ունենան Նիզամի Գյանջևի, որը բացարձակ էլի եմ ասում, կապ չունի 12-րդ դարում ապրած պարսկական պոետ, ուղղակի աշխարհագրորեն ապրել է այդ այսօրվա Ադրբեջանի տարածքում եւ դառնում է ադրբեջանական պոետ եւ մինչեւ հիմա Ադրբեջանում ադրբեջանական պոետը, չգիտեմ, ասենք ինչը որ ասենք իրենց մեծագույն ազգային պոետն է, ոչ համարվում էլի, ոչ թե ուղղակի մեկն է, բայց բաները աշխատությունները, որը գրել է, այսինքն աշխատությունները, որն է պոեմները, ստեղծագործությունները, դե պարսկերեն է գրել, թարգմանում են ադրբեջաներեն եւ դες մարդիկ կարդում են, այնտեղ մտածում են դա էս է, էլի, բայց դա օրիգինալը չի, բնագիրը չի։ Եվ իդեպ հայերի նկատմամբ բավական լավ վերաբերմունք ունի Նիզամին։ Մի խոսքով, բայց սա հետո արխետիպային է դառնում այս օրինակը, կտեսնեք թե ոնց է դա աշխատում։ Դա սովետական քաղաքականության մասն է, ես եմ ուզում շեշտեմ, հա, որտեղ մենք շատ բան հիմա նայում ենք զարմանում ենք նույն ադրբեջանական այդ ընկալումների վերաբերյալ պատմության։ Մենք պետք է հասկանանք, այսօր շատ կարևոր է զրույցի մեջ, մենք հասկանանք, որ դրանք իրենցով չեն ստեղծվել։ Սովետական միության ընդհանուր քաղաքական կոնտեքստի մեջ են ստեղծվել եւ դրանից դուրս հնարավոր չէին լինի։ Դրանից դուրս ասենք առանց սովետական այդ ուժեղ քաղաքականության, նույնիսկ Նիզամի օրինակով եմ հիմա բերում, հետո ավելի ծայրահեղ նույնիսկ օրինակներ կան կբերեմ, երբեք ադրբեջանցիք իրենցով ադրբեջանի թուրքերը չէին իզորու չէին լինի, ասենք Նիզամին հրճակել իրենց պոետ, երբեք, որտեղ նույն Պարսկաստանը ասենք ուղղակի կտար վրեքներով կանցնել կամ չէր թույլատրվել, որտեղ աշխարհում էլ դա ոչ մեկ չէր ընդունի։ Սովետական այդ հզոր պետություններ, որ կարող էր նման բաներ հովանավորել եւ ինքը հենց ստեղծել։ Նույնը ընդհանրապես պետք է պարիտետ լիներ, այսինքն բոլոր երկրները սովետական, բոլոր այն հիմնական գոնե ազգերը, հա, եթե վերցնենք այդ 15 հանրապետությունները, որոնք ստացել էին այդ կարգավիճակը, որովհետև գիտեք, այնտեղ կային նաև ինքնավար հանրապետություններ, ինքնավար, չգիտեմ, շրջաններ ավելի ցածր կարգավիճակով։ Սրանք բոլորը պետք է պարտադիր լինեին հին, ունենային հին պատմություն, անկախ նրանից իրականում ունեցել են թե չեն ունեցել, ոնց որ պարիտետ պետք է ապահովվեր, պարտադիր պետք է ունենային հին պատմություն, հին մշակույթ, պարտադիր պետք է ուրեմն պայքարեին ինչ որ զավթիչների դեմ, լինեին ճնշված եւ հետո արդեն վերջում սովետական իրենց ազատագրեր, այդտեղ արդեն նայած սովետական պատմության փուլ ռուսական ցարական Ռուսաստանը սկզբում ներկայացվում էր էլի որպես ավելի sense բացասական նվաճող, հետո դա էլ էր արդեն որպես փրկություն ներկայացում, կարճ ասած, այս մի հատ մոդել էր, որը բոլորը պետք է այդ մոդելով իրենց ու բոլորը բնիկ, միշտ բնիկ, սովետական բոլոր ժողովուրդները, եթե նայեք սովետական հանրագիտարները, միշտ բնիկ են, երբեք ոչ մեկ ոչ մի տեղից եկած չի եւ սա ուրեմն երբ որ տարածում է էլի Ադրբեջանի վրա, այստեղ նույնպես պետք է, չնայած բոլորին ակնհայտ է, բոլորին պարզ է, այդտեղ էլի ոչ մի ամոթ բան էլի դեպք չկա, որ թուրքալեզու ցեղերը մեր տարածաշրջանում բնիկ չեն, դա բոլորը գիտեն, էլի, մեծ սարսափելի, ման շեշտում եմ դրա մեջ չկա լիքը ժողովուրդներ կան, օրինակ հունգարները, բոլորը գիտեն, որ հունգարները ինչ որ մի բան եկել են այդտեղ, հունգարներն է գիտեն, իրենք դրանից չեն ամաչում, եւ լիքը ժողովուրդներ, ասենք Ֆրանսիայում ֆրանկները, որոնք անունը տվել են, եկել են Գերմանիայից եւ այլն։ Բայց եւ թուրքերը բարձր մեր տարածաշրջան բնիկ չեն, իրանք եկել են։ Բայց սովետական այդ բանը պարադիգման ինքնիման բաներ չէր ընդունում, պետք է բոլորը լինեին բնիկ, հետեւաբար ադրբեջանցիքեր պետք է լինեին բնիկ։ Դարերով, հազարամյակներով ոնց որ հայերը, վրացիները պետքա ստեղ լինեին։ Սա էլ եմ կրկնում, հենց սովետական մոտեցումներ, ոչ միայն հենց իրենց ադրբեջանցիների այլ սովետական մոտեցումներ եւ դրա ուրեմն շրջանակներում ինչ արեցին բավականին շռայլ այսպես բաշխվեց Ադրբեջանի համար նախ դե այնտեղ
գիտեք, հին շրջանում, մինչև դեռ թուրքերի գալը, մինչև իսլամը կար աղվանքի թագավորություն, աղվանք երկիր։ Ռուսերն ասում են Ալբանիա, հայերեն դա աղվանքն է, հնուցում ենք այդ անունը ունենք։ Դա բավականին փոքրիկ երկիր էր, այսօրվա Ադրբեջանի դեպ տարածքի մի փոքր մասն էր, մի մասը լավ շատ փոքր չէ, բայց մի մասն էր զբաղեցնում Քուր գետի այն մյուս ափին։ Այսինքն մեր մոտից այն մյուս ափին։ Եվ կարճատև գոյություն են ունեցել մի խոսքով հիմա չխորանանք, սա, այսպես ասած, շնորհվում է Ադրբեջանին, որ ոնց որ վրացիները ունեն հին պատմություն, վիրք կա հին, հայերը ունեն հին հայք, դե ստեղ էլ կա աղվանք ու ադրբեջանցի կեսերով հռչակվում են այդ հին աղվանքի ուղիղ ժառանգորդները, կապ չունի, որ դրանք թուրքալեզու չեն եղել եւ այլն, դառնում է դա իրանց բանը, որ բնիկությունը իրենց այդտեղից է գալիս, բայց սա իրենց նաեւ շատ ավելի sense լայն հետաքրքիր բան է տալիս, քանի որ աղվանքը եղել նաև քրիստոնյա երկիր։ Սրա շնորհիվ իրենք ինչ են անում։ Վերցնում են ցանկացած բան, որ արդեն սովետական Ադրբեջանի տարածքում կա քրիստոնեական, այդ թվում նույնիսկ Նախճեվանում, որ աղվանքից այնպես շատ հեռու է եւ կապ չունի, հռչակում են աղվանական։ Այսինքն, եթե կա այնտեղ հայկական եկեղեցի, առանց երկար բարակ ու մինչև հիմա էլ են անում, էլի սովետական շրջանում ստեղված ավանդույթի համաձայն, դե ասում սա աղվանական է։ Այսինքն իրենք դրա շնորհիվ նաև կարողանում են յուրացնեն, այսպես ասած, ճակերտը, որ ցանկացած քրիստոնեական ժառանգություն եւ իրենց տարածքում, եւ այսօրվա Հայաստանի տարածքում, դեռ հիմա իրանք հասել են նրան, որ օրինակ Սյունիքի եկեղեցիներն էլ ասում են աղվանական են։ Աղվանքը երբեք Սյունիքի հետ ոչ մի կապ չի ունեցել, իրականում Արցախն էլ այն իմաստով, որոնք իրենք պնդում են եւ իդեպ մեր պատմագիտության մեջ էլ 20-րդ դարի մեջ սկզբում է ցխալը կար, այսօր գենետիկան ապացուցել է, որ Արցախի հայերը ոչ մի կապ չունեն այդ աղվանքի հետ, Արցախի հայերը հստակ հայկական մնացած բոլոր խմբերի հետ նույն գենետիկան ունեն, դա ապացուցված փաստ է էմպիրիկ, դա հորինված չէ, բոլոր բաներով, բայց այդ տեսությունը, որ դրանք իբր հայացած աղվանցիներ են, աղվանքի բնակիչներ են, ու ավտոմատ դե ասում են դե ուրեմն սրանք, բայց իրականում դա կապ չունի, նույնիսկ եթե իրենք ասիմիլյացված լինեին, այսինքն հայերը որպես քրիստոնյա պարզ այդ աղվանքին ավելի մոտ են։ Ես հիմա այս բանավեճի համար չեմ ասում, պարզը չեմ պատրաստում այդ բանավեճերի մեջ մտնել իրենց հետ, զուտ ասում եմ ոնց է դա կառուցվել։ Հիմա այս մի բանն է, որ իրենց տվեցին այդ աղվանքը, ասին սա ձերն է, ոնց որ եւ այնտեղ կար նաեւ այբուբեն, այսինքն ինչ որ հայերը վրացիները ունեն, իրենք ավտոմատ այս Ադրբեջանի թուրքերը ստանում են, որ սա էլ իրենցն է։ Եվ դրա շնորհիվ տարածում են նաև ինչ որ գտնում են Ադրբեջանի տարածքում քրիստոնեական, ասում են սա մեջն է, որովհետև մենք աղվանքի հետնորդներն ենք։ Իրական նույնիսկ գենետիկ մակարդակում էլ տենց առանձնապես իրենք չեն, բայց հա որոշակի իմաստով են ֆիզիկական, կենսաբանական, բայց ոչ կրոնով, ոչ մշակույթով, ոչ մի բանով, ոչ լեզվով չեն։ Հիմա մյուսը, ինչ որ այդ սովետական շրջանում էլի իրենց այսպես փեշքեշ տրվեց, էլի սովետական միության կողմից, շեշտում եմ, որովհետև այս տեսությունները ի սկզբանե ռուս սովետական գիտնականներն էին ստեղծում, եւ հետո նոր ադրբեջանցիները, երբ որ արդեն իրենց մոտ էլ գիտություն սկսեց զարգանալ, սկսում էին սա զարգացնել, սա իրենք չէին ստեղծում։ Սա իրենց ռուսներն էին տալիս, սովետական կամ ազգությամբ կարող է ռուս չլինեին, ասենք չի, հրեա լինեին կամ չգիտեմ թեկուզ վրացի լինեին, մեկ նույնիսկ հայ կարող է լինեին, էական չի։ Մյուսը ուրեմն իրենց տրվում է էլի սովետական գիտնականների կողմից սկզբում, ինչը որ մեր տարածաշրջանում կա իսլամական եւ թուրքական ժառանգություն, իհարկե թուրքալեզու։ Այստեղ կարող է թվալ դա ավելի արդար, բայց մենք տեսել ենք, որ այդ նախ իսլամը այստեղ մենակ իրանցը չէր, իսլամը արաբներն են այստեղ բերել, հետո պարսիկներն են եղել, բայց ամբողջը տրվում է իրենց, ինչը որ կա։ Այսինքն քրիստոնեականը տրվել է, որքան է պարադոքսալ է, աղվանքի միջոցով եւ իսլամն է տրվում։ Եվ մենք սա տեսել ենք, որ իրականում այն թուրքալեզուները, որ այստեղ ապրել են մինչև ցարական Ռուսաստան եւ իրենց անմիջական նախնիներն են իհարկե, բայց իրենց ինքնությամբ դեռ այդ առանձին ադրբեջանցի թուրք չեն, իրենք ավելի շատ եւ իրենց ինքնությամբ Իրանի հետ են կապված, պետական ինքնությունը մենք նշել ենք, ուրեմն կրոնական ինքնությունը շիա
որը իրենց համար ավելի կարևոր էր, եւ նոր վերջում ցեղային են, որը ոչ թե էթնիկ են, վաղ իրենց համար այն ժամանակ ավելի կարևոր ցեղային, այսինքն ինքը որ ցեղից էր, Բորչալու, Կարակոյունլու, չգիտեմ, Ավշար եւ այլն, այս խոսել են։ Բայց այս ամբողջը արդեն տրվում է այս նոր ադրբեջանական ինքնության որպես պատրաստի, որպես հենց արդեն կայացած ադրբեջանական, ոչ թե կայացման մեջ, ոնց որ իրականում եղել է, հա, այլ կայացած։ Եվ օրինակ նույն Պիատրովսկին հայտնի գիտնական է, գիտեք, երևի անունը գուցե լսել եք, որտեղ ինքը Ուրարտուի մասին էլ է, Ուրարտուի Վանի թագավորության շրջանի մասին էլ է շատ գրել եւ ոնց որ հայկական գիտության մեջ էլ է հայտնի, ինքը նաեւ գրում է հենց Ադրբեջանի համար այս պատմությունը եւ բոլոր այստեղ գոյություն ունեցած այդ մենք խոսել ենք որ այստեղ գոյություն ունեն խանություններ, որոնք պետական իմաստով իրանական համակարգի մաս էին, բայց կառավարվում էին էթնիկ թուրքերի կողմից, թուրքարեզների կողմից, ինքը տալիս է իրենց որպես Ադրբեջանի պատմության մաս, այսինքն ոչ թե նախապատմություն, ոնց որ իրականում կա մենք տեսանք, ոչ թե բան, այլ հենց ադրբեջանական ինքը ասում սրանք ադրբեջանական պետություններ էին։ Իհարկե դրանք ադրբեջանական պետություններ չէին, մենք դա տեսել ենք, մենք տեսել ենք թե ինչ դեր ունեին թուրքալեզուները Իրանի պատմության մեջ, շատ կարևոր դեր, բայց մենք կա նաև պետական իմաստով տեսել ենք, որ դա իրանական էր, պետական, ոչ էթնիկ, ոչ միշտ էթնիկ։ Բայց իրենք դա, այսինքն իրենք ասելով Պետրովսկին ռուս գիտնականները մեկնաբանում են որպես Ադրբեջանի պատմություն, Ադրբեջանի ուրեմն պետություններ ադրբեջանական եւ բոլոր այդ խանությունները այդ թվում հենց այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող Երևանի խանություն, հետո Նախճեվանի խանություն, որի մասն էր Վայոց ձորը եւ այլ բոլոր այդ կազմավորումները, Ղարաբաղի խանություն, այնտեղ բոլորը դառնում են որպես Ադրբեջանի պատմության հարազատ մաս, ոչ թե ինչ որ էլ եմ ասում նախապատմություն, այլ հենց որ էսա ադրբեջանական պետությունը, էսա է, պետությունները էսա են։ Եվ ադրբեջանական, ոչ թե իրանական։ Եվ այստեղից իհարկե էլի մինչև այսօր եկող գից, որ իրենք նաև ինչի են հավակնում հենց այսօրվա Հայաստանի տարածքի վրա։ Որը ասում են, էսա մեր պետություններն են այստեղ եղել։ Եվ դա ստեղծել է էլի սովետական միությունը, ոչ թե իրենք։ Իրենք իրենցով այդքան չեն կարող անել, բայց իրենք ասում են, սա մեր հողն է, այստեղ եղել են մեր ադրբեջանական պետությունները, նայեք, օրինակ Պետրովսկու գիրքը, Ադրբեջանսկի խանստվը, ասենք, չգիտեմ, վտակի խտվիկա, հա, եթե թարգմանենք ադրբեջանական խանությունները, այսինչ դարում, որը այդ ժամանակ իրական ադրբեջանական չի կոչել։ Սա մյուս գիծն է, ասացի սովետական քաղաքականությունը ինքը ուղղորդում էր այդ ազգային ինքնությունները իրեն պետք եղած ուղղություններով, հա, եւ դրանց մեջ նաեւ արտաքին ուղղություններով։ Հիմա եթե հայկականը օրինակ իրենք փորձել են ավելի շատ երբ որ արդեն սովետի եւ Թուրքիայի հարաբերությունները սկսեցին փչանալ երկրորդ համաշխարհից հետո իրենք փորձեցին հայկականը ավելի sense Թուրքիայի դեմ ուղղել, հա, որը ի սկզբանե ուներ այդ պոտենցիալը բարձր, հա, բայց սկսեցին դա ավելի sense արտոնել, թույլ տալ որոշակի չափի մեջ, բայց իդեպ։ Նույնը Ադրբեջանի դեպքում դեպի Իրան, որտեղ այդտեղ կար նաև իրանական Ադրբեջան, սովետական միությունը միշտ այդտեղ հավակնություններ ուներ, ազդեցություն ուներ, ընդհանրապես շատ էր խառնում Իրանի ներքին գործերին, փորձել են այդտեղ տարբեր շրջաններում հեղափոխություններ, հեղաշրջումներ կազմակերպել, ընդհանրապես միշտ այդ դեպի Իրան ծավալապաշտությունը ռուսական քաղաքականության մեջ եղել է եւ անգլիացիների հետ մրցել են։ Եվ այստեղ ադրբեջանցիների այս ինքնությունը իրենք դեպի այդ քաղաքականության մեջ փորձում են միշտ օգտագործել եւ սովետական շրջանում հատկապես եւ այստեղ ինչ են անում, վերցնում են էլի տարածաշրջանի իրանական ամբողջ ժառանգությունը, արդեն Նիզամի օրինակը տեսանք, բայց շատ ավելի լայն կերպով տալիս են Ադրբեջանին, դարձնում են պաշտոնապես էլի սովետական գիտությունը, ոչ թե նույն զուտ ադրբեջանական, դարձնում է ադրբեջանական պետության մշակույթի մաս։ Իրենք վերցնում են այսպես, նախ այսօրվա Ադրբեջանի տարածքում ինչ որ կա պարսկական, ամբողջը հայտարարում ադրբեջանական, առանց խորանալու, ոնց որ այդ Նիզամին։ Երկրորդը, քանի որ կա իրանական Ադրբեջան, որը իրական Ադրբեջանն է, եթե պատմության մեջ խորանանք, ասենք Ադրբեջան անով երկիրն է։ Ինչ որ այդտեղ եղել է երբևէ, սկսած Մարաստանի, հին Մարաստանի պատմությունից,
Ասում են դա Ադրբեջանի պատմության մասն է, այս Ադրբեջանի թուրքերի։ Իհարկե էլի ոչ մի կապ չունի, ինչ կապ ունեն մարերը, ասենք հին Մարաստանը, այսօրվա Ադրբեջանի թուրքերի։ Դե այնքան կապ ունեն, ինչքան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ կարան կապ ունենան, բայց դա իրանական պատմության այն ամենաբնիկ հարազատ մասն է, ասենք։ Ոնց որ ասենք չի, Տիգրան Մեծը հայերի համար կամ Վանի թագավորությունը հայերի համար նույնը։ Վերցնում են առանց որևէ կոմպլեքսի, սովետը այդ իմաստով կոմպլեքսներ չուներ, սովետում չկար ընդհանրապես, եթե պետք էր բարձային կամ քաղաքական, խնդիր չուներ, ինչ ուզեր, ինչին ուզես վերագրել, տալիս են դրանց ավելին։ Հիմա ես չգիտեմ, եթե դուք լսել եք երբևէ Ավեստայի մասին, որը զրադաշտականության այդ հին հնագույն սուրբ գիրքն է։ Եվ ինչ է, ես սա սովետական հանրագիտարանում եմ կարդացել 53 թվի հրատարակության, որը մեր տունը կար։ Դա սովետական հանրագիտարն էր, ոչ թե ադրբեջանական։ Եվ 53 թվի այնտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ նախ զրադաշտը իհարկե ադրբեջանցի է, սովետական հանրագիտարանում էր գրած ռուսերեն։ Դա ռուս գիտնականներն են գրում, զրադաշտը հասնում, այդ կրոնի հիմնադիրը։ Իրանական մշակույթի այն ամենա, ասենք, չգիտեմ, էլի ակունքների ակունքը ադրբեջանցի է, ասենք առանց որևէ բանի, կաշկանդվածության, եւ Ավեստան, որը զրադաշտականության սուրբ գիրքն է, աշխարհում մի քանի այդպես սուրբ գրքեր կան, հա, ասենք, չգիտեմ, նույն Աստվածաշունչն է մեր մոտ, քրիստոնյաների մոտ, այնտեղ չգիտեմ, մուսուլմանների մոտ Ղուրանն է, Հնդկաստանում Ռիգվեդան է, եւ այստեղ Ավեստան զրադաշտականության սուրբ գիրքն է, ասում են ադրբեջանական գրականության սկիզբն է, սևը սպիտակի վրայով ռուսերեն լեզվով դա գրված է սովետական մեծ հանրագիտարանում, Большая советская энциклопедия, ես իմ աչքերով կարդացել եմ փոքր ժամանակ, եւ նույնիսկ փոքր ժամանակ հասկացել եմ դա ինչքան աբսուրդ է, բայց դա գրված է, եւ զրադաշտն է ուրեմն ադրբեջանցի առաջին, չգիտեմ, իմաստուները, փիլիսոփան, հա, փիլիսոփան, եւ Ավեստան ադրբեջանական գրականության սկիզբն է, այսինքն տեսեք ինչ է ստացվում, մենք ասին չէ, որ պարիտետ էին ուզում հաղորդել, դե հիմա ունենք հայերը կամ վրացիները հին գրականություն են, 5-րդ դարից սկսվում է, բայց տեղ Ավեստան մեր թվարկությունից առաջ 7-8-րդ դարն է, նույնիսկ գուցե ավելի հին, բայց այն ժամանակ այդպես էր համարվում, այսինքն արդեն ստացվում է, որ այդ հայկական վրացականն էլ հեչ, որովհետև նրանք ինչ 5-րդ դարից են գրականություն ունենում, այսինքն ինչ որ պահպանվել է, Ադրբեջանը մթա 7-րդ դարից, այսինքն երբ որ չկա խոսք իսկ հայկական կամ վրացական գրական, որևէ գրականության մասին է այդ մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում, նույնիսկ հունական գրականությունը դեռ շատ սահունային վիճակում էր, ասենք Հոմերոսի Իլիականը կար օրինակ, մենակ, բայց մնացած մեծ մասը չկար դեռ, ադրբեջանական գրականություն արդեն կար։ Սա սովետական միությունում ստեղծված էլի պարադիգմաներից է, որը իհարկե իրենք մինչև հիմա ակտիվորեն օգտագործում են։ Եվ ընդհանրապես արդեն տարածքային ինչը որ որևէ կերպով առնչվում է ադրբեջանների տարածքին, այսինքն այս Ադրբեջանի Հանրապետության եւ իրանական Ադրբեջանի, այս նույն լոգիկայով արդեն նաեւ հետսովետական շրջանում դառնում է ավտոմատ ադրբեջանական։ Օրինակ հիմա արդեն սա սովետական շրջանում իհարկե իրենք այդ աստիճանի չէին կարող հասնել, բայց այս նույն բանի լոգիկայի զարգացմամբ շատ բարձ էլի սևը սպիտակով առանց կաշկանդվածության, բայց այդ անկաշկանդությունը սովետական անկաշկանդությունն է, որ իրենք ժառանգել են, Մխիթար Գոշը ադրբեջանցի է։ Ես լրիվ լուրջ եմ ասում, Մխիթար Գոշը Կիրակոս Գանձակեցին, դա ես էլի իմ աչքերով կարդացել եմ, հրատարակված է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից, դա ինչ որ մարգինալ մարդիկ չեն, այդ ունեն իրանք ինչ որ մի հատ Ֆարիդը Մամեդովը, Այսինքն դա ակադեմիական գիտնական է իրանց մոտ, էլի բան չի ինչ որ ասում, այդպես ուղղակի գրքեր գրող չի։ Դա գրած Մխիթար Գոշը դա ոնց է բոլորին հայտնի փաստ է, բա ադրբեջանցի է։ Բանը ասենք Կիրակոս Գանձակեցին ինչու՞։ Դե որտեղ ծնվել է այսօրվա Ադրբեջանի տարածքում, շատ բարձ լոգիկա է։ Այսինքն Կիրակոս Գանձակեցին հայ պատմիչ է, երևի գիտեք։ Գանձակ քաղաքում է ծնվել, որ այսօրվա Գանջան է, հետևաբար ադրբեջանցի է, վերջ։ Դե ալբանացի ասենք ասում են, ավանացից է, որը դա նշանակում է ադրբեջանցի։ Խնդիր չկա, այսինքն օրինակ ես իմ նախնիների մի մասը այսօրվա Ադրբեջանի տարածքից է։ Ունեմ ես այդտեղ էլ արմատներ ունեմ, բանի այդ հիմիկվա Դաշկեսանի շրջանն է, իրանց Գանձակի sense այդ գետով որ գնում ես վերին հոսանքն, դե ուրեմն իմ նախնիներն էլ հայ են եղել բնական, ու դե կարան իրանց լեզվով ասեն աղավանքից են ու ադրբեջանցի են, խնդիր իրանք չունեն հասկանում եք, եւ ավելին ես ուղղակի արդեն ասեմ, այս ճիշտ է հետսովետականին է վերաբերվում, պատկերացեք
Կիլիկիայի հայկական թագավորությունը, որ էլի ամբողջ աշխարհին հայտնի էր հայկական։ Իրանք ասում են, այդ նույն Ֆարիդա Մամեդովը մասքան գիրք ունի, այդ գրքում գրած է, դա ադրբեջանական պետություն էր, ադրբեջանական, ոչ թե նույնիսկ չգիտեմ ինչ որ աղվանք բան, հենց ադրբեջանական, ինչու՞, բաց պատճառով էսպես չակետա, որ բաց պատճառով, որտեվ մենք ունենք հիշատակություն, որ Կիլիկիայում թագավորող այդ Հեթումյանների տոհմը, Ռուբինյաններից հետո ժառանգում են գահը, կա մի հատ տենց վկայություն, որ Հեթումյանների նախնին, իրանք Հեթումյաններ կամ Օշինյաններ այդ տոհմը երկու անուն, էլի այսօրվա տենց Գանձակի այդ տարածքի կողմերն է ծնվել։ Վերջ, ուրեմն ինքը իրանց տրամաբանության աղվանքից է, ուրեմն ադրբեջանցի է, ուրեմն Կիլիկիան պետությունը ադրբեջանական է։ Սա լրիվ լուրջ է։ Սա այն է, ինչ որ իրանց մոտ արդեն հետսովետական բանից ծնվել է, բայց ես էլ եմ ասում, որքան է դա աբսուրդ է, իհարկե դա ծայրահեղ աբսուրդ է, բայց այն որ զրադաշտը հիմնադիր է, օրինակ ադրբեջանական փիլիսոփայության հիմնադիրն է, դա նույնքան աբսուրդ է, բայց դա արդեն սովետական հանրագիտարանում է դրված։ Այսինքն այդ աբսուրդի հիմքերը դրվել են սովետական ստալինյան եւ հետստալինյան քաղաքականությունը։ Ինչ է դերում արդեն սովետական միությունից հետո։ Մենք տեսանք շատ թռուցիկ ինչ եղավ այստեղ եւ տեսանք, որ նաեւ մեր հետ ինչքան առնչություններ կա այդ բանի հետ, հա։ Այստեղ արդեն նախ տեսանք այդ միտումները ավելի են զարգանում, այդ բոլոր միտումները, որը սովետական շրջանում դրված էին, զարգանում են, վերածվում են արդեն ավելի կոնկրետ կոնցեպցիաների, օրինակ այդպես կոչված արևմտյան Ադրբեջանը, հա։ Ինքը երկու ակունք ունի։ Մեկը իհարկե դա փոխառություն է արևմտյան Հայաստանից, իրենք ընդհանրապես ես ասել եմ, հա, որ հետսովետական Ադրբեջանում իրենք որքան էլ հայերը իրենց համար թշնամի էին, նաև օրինակ էին։ Եվ իրենք սկսում են հայկական ինքնության օրինակով կառուցել եւ ասում են, եթե հայերը ունեն արևմտյան Հայաստան, ուրեմն մենք էլ կունենանք արևմտյան Ադրբեջան։ Բայց այդ մի ակունքն է, մյուս ակունքը այդ իմ հիշատակած արդեն Պյոտրովսկու կոնցեպցիան է, որ այդ խանությունները այդ շրջանի դրանք ադրբեջանական պետություններ են եւ քանի որ դրանց մեջ մտնում է օրինակ Երևանի խանությունը, որը հենց սովետական Ադրբեջանում էր համարվում ադրբեջանական պետություն եւ օշնված էր Պյոտրովսկու հեղինակությամբ, ուրեմն դա Ադրբեջան է, դա մեր տարածքն է, մեր հայրենիքն է Երևանը եւ ընդհանրապես Հայաստանի այսօր ամբողջ Հայաստանն ըստ էության։ Հա այսօրվա դառնում է այդ էլ երկրորդ ակունք, այսինքն սովետական ակունքը այդ կոնցեպցիայի, որ այսօր իրենք ակտիվորեն քալոզում են արևմտյան Ադրբեջանում։ Էլի հայրից փոխառված եւ հայրի դեմ ուղղված այդ ցեղասպանությունն է, խոսել եմ դրա մասին, ադրբեջանցիների ցեղասպանություն իրենք ունեն, ասելով ունեն օրը, երբ որ գնում են այդ, չգիտեմ, տեղը հատուկ, որտեղ դա նշում են, ոնց որ մեր Ծիծեռնակաբերդի նման, եւ ի տարբերություն մեր նույնիսկ ցեղասպանության, դա պաշտոնապես օրենքով ամրագրված բան է, հա, մեր մոտ դա օրենքով ամրագրված չի։ Իրենց մոտ ամրագրված է օրենք կա Հեյդար Ալիևի օրոք ընդունված, որ ադրբեջանցիների ցեղասպանությունը տեղի ունեցել, բնականաբար է ցեղասպանության հեղինակները հայերն են, եւ դա սկսվում է ուրեմն առնվազն 1905 թվականից եւ շարունակվել է մինչեւ այս վերջերս Ղարաբաղյան պատերազմը, այսինքն սա նույնպես փոխառված է եւ սա դառնում է իրենց ինքնության եւ այսօր էլ իրենց ինքնության կարևորագույն մասն է եւ ընդհանրապես այս էլ պետք է նշենք, որ հակահայկականությունը այդտեղ պատահական երևույթ չի եւ զուտ նույնիսկ զուտ պատերազմի հետ կապված չի, դա ըստ էության հիմնակարն է իրենց ինքնության այսօր այնպես ինչ որ ինչպես այդ պետությունը հետսովետական շրջանում կայացել է եւ այդ ինքնությունը եւ եթե դու դա հանես, օրինակ այսօր մեկը փորձի, իհարկե իրենք նման փորձ չեն պատրաստում անել, բայց եթե փորձի հանել կամ նույնիսկ մի փոքր մեղացնել, այդ պետությունը կարող է փլուզել, դա հիմնական իր գաղափարախոսությունն է, հասկանում եք, մեր մոտ ինչքան է տրամադրվածությունները կան բնականաբար հակա եւ ադրբեջանական եւ հակաթուրքական, բայց դա ամեն դեպքում մեր պետության հիմքը չի, մեր պետության ոչ պաշտոնական եւ թեկուզ պաշտոնական գաղափարախոսությունը չի օրենքով ընդունված։ Իրենց մոտ այդպես է։ Հայը որպես ցեղասպան, հայը որպես ագրեսոր, որտեղ այդտեղ մտնում է նաեւ այդ միֆը ագրեսիայի մասին 90-ական թվականների եւ օկուպացիայի մասին եւ անպայման էս նաեւ հաղթանակի միֆը, որտեղ եթե դա էլ հանում ես, ասենք ագրեսիա, օկուպացիա, ցեղասպանություն ինչի են իրենք նշում այդ հաղթանակը իրենց այսպես ասած 20 թվի, որտեղ դա հաղթանակ էր ցեղասպանության, ագրեսիայի եւ օկուպացիայի նկատմամբ։
Եթե դա հանում ես այդ պետությունից, բան չի մնում, առնվազն այս ռեժիմից բան չի մնում, բայց իրականում նաև այդ պետությունից։ Այս ամեն ինչը մեզ պետք է հուշի եւ արդեն հաջորդ անգամ կամփոփենք վերջնական, որ այդ խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, ես ինչի եմ այս ամեն ինչը sense մանրամասն պատմում, ոչ նրա համար, որ ասենք ուզում եմ, չգիտեմ, թշնամություն քարոզեմ կամ եւ այլն, ես չեմ ունեցել երբեք, եթե նկատել եք, այտենց միտում էլ չունեմ, նույնիսկ երբ որ մենք ռուս-թուրքական վանդակում խոսում ենք, ես երբեք ոչ ռուսների, ոչ թուրքերի նկատմամբ թշնամություն չեմ քարոզել։ Ինձ հետաքրքիր չեն այդ էմոցիաները, ինձ կարևոր են օբյեկտիվ փաստերը եւ կարևորը իրականության մեջ ապրելը եւ ուտոպիաների հետևից չընկնելը։ Որովհետեւ մենք հասկանանք, որ այս խնդիրները իրականում ինչ լրջություն ունեն, ինչ խորք ունեն եւ եթե ինչ որ մեկը ուզում է դրանց լուծում տալ թեկուս, ինքը պետք է հասկանա, որ այդ լուծումը տենց խաղուպար չի, որ շատ լուրջ ֆունդամենտալ բաներ պետք է ուրեմն փոխվեն։ Եվ հաջորդ անգամ մենք այս ամեն ինչը կամփոփենք, արդեն կվերհիշենք, կամփոփենք, կընդհանրացնենք եւ էլի տարերով կտեսնենք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։